Եթե իմ մասով եք հասնում, բնականաբար գոհ եմ, որովհետև վարչությունը կուսակցության որոշեց, որ որպես տեխնացու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ինձ կառաջադրի եւ շնորհակալ եմ այդ գնահատանքի համար։ Կարծում եմ իմ վերջ տարիների աշխատանքը այս կերպ նաեւ գնահատվում է։ Բավականին լավ եք աշխատում։ Ես կարծում եմ, որ այո, լավ եմ աշխատում։ Ինչու ըստ ասում Միքայելյանը չարժանացավ քաղաքականների վստահության։ Գիտեք, կուսակցության վարչությունում անձերի վերաբերյալ քվեարկությունները տեղի ունենում փակ գաղտնի եւ յուրաքանչյուր վարչության անդամ քվեարկվում է իր խղճին եւ ամոզմունքներին անպատասխան եւ ես չեմ կարող վարչության բոլոր անդամների տեսանկյունները հայտնել։ Իսկ պարոն Խանդանյան, վարչապետը հայտարարեց, որ հանձնաժողովների հետ կապված թե որ հանձնաժողովները սկզբում կնախընտրի քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանականների դաշտում է, այսինքն ինքը չասաց թե ինչ որոշում կա, բայց ասաց քննարկում եղել է։ Դուք կարող եք ասել, առաջին երկու հանձնաժողովի ընտրության իրավունքը քաղաքացիական պայմանագրին է, նախապատվությունը որ հանձնաժողովներին կտրվի։ Գիտեք, քննարկումների փուլում է իսկապես այդ հարցը, մենք դեռ առաջիկայում օրեր ունենք եւ այդ օրերը նաեւ շարունակվելու են նիստերի ընթացքում, որովհետև նախ եւ առաջ մենք ընտրելու ենք խորհրդարանի նախագահին եւ փոխնախագահներին եւ ընթացած արդեն խմբակցությունը, նոր ձևավորվող խմբակցությունը այդ հարցերը կքննարկի եւ որոշումներ կկայացնի։ Իսկ խմբակցության քարտուղարի հետ կապված որոշում Այս կա։ պահին ես տեղյակ չեմ որոշման մասին, կարծում եմ դեռ քննարկվում է։ Եվ պարոն Խանդանյան, ձեր գրասենյակից դուրս եկավ կարգալույծ եղած քահանան Տեր Թադեն, արդյոք ձեր գրասենյակում չի եղել։ Չգիտեմ ճիշտ ասած։ Հա, ուզում եի իմանալ հնարավոր է ինք շատ լավ, ուղղակի այդտեղից է, բայց ուզում եմ իմանալ հնարավոր է իրեն հրավեր ուղարկվել, թե նիստի ներկա լինի։ Բացարձակ տեղյակ չեմ։ Տեղյակ չէ։ Իսկ Կիրակի գրասենյակն է։ արժեգալի է։ Ճիշտ ասած չգիտեմ։ Դա ընդհանրապես կանոնակարգով սահմանված չէ, իմ կարծիքով կաթոլիկոսի պաշտոնը զբաղեցնող մարդու։ Իրավունք ունի մասնակցելու, իհարկե, բայց այո, իրավունք ունի, բայց դա նախագահության տիրույթում է հրավիրել, թե ոչ այս բան չգիտեմ հրավիրել այս բայդրությամբ։ Ուրեմն դե բնականաբար տրամաբանական է, որ Կտրիչ Ներսիսյանին չէին հրավիրի այդ Բայց ինչու է տրամաբանական։ Այս պահին երկու տարի մասին խոսում ենք, թե ինչ է ամենայն հայոց կաթողիկոս է։ Դա քննարկելու եւ բանի հարց է, հա, ես չեմ համարում, որ Կտրիչ Ներսիսյանը իր վարքով եւ գործելակերպով համապատասխանում է կաթողիկոս լինելու պահանջներին։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար